Այսօր ինքը ակցիան ավելի մոբիլիզացիոն բնույթակերում, հա, ինչպես հայտարարել ենք երիտասարդական համախմբում, բայց ոչ միայն երիտասարդական, ինչպես բարեբախտաբար իրականացնում են, միայն երիտասարդները չեն, որ եկել են ու դեռ գալ են, քանի որ ժամը նախագծվել էր 16:00, բայց ոչ 16:00, այդ 16:00-ից սկսված, ու բազմաթիվ մարդիկ դեռ միանալ են։ Մինչ այդ կլինենք քննարկումներ, քանի որ վերջին 2 օրի ընթացքում հատկապես կառավարությունը ակտիվացավ ու հայտարարություններ արեց, որով կարծում եմ միտում ուներ մեղմացնելու մարդկանց մեջ եղած այդ բարկացած վիճակը, այդ բողոքի ալիքներ, բայց այն քայլերը, որոնք որ իրենք կարեցին, անգամ կես քայլ անվանել չի կարելի, որովհետև անհասկանալի բան է, հերթական փորձ են անում մարդկանց բաժանել 2 եւ ավելի խմբերի, այսինքն մի մասին մի մասով կանենք, մյուսին չէ, այս խումբը ձայնը կտրիկը նստի, այս լոգիկայով են առաջնորդվել այդ քայլերը անելուց, ինչը մեզ համար բնականաբար անընդունելի է, քանի որ անգամ հասարակ բնակիչ, հա, չլինելով ՀՄԾ ձեռնարկատեր որևէ կերպ, տանը եթե առանց հնարավորության նորմալ հոսանք օգտագործի, 500 կիլովատը կօգտագործի ինքնաբերաբար։ Ուստի այս վերջի 2 օրի եղած հայտարարություններից որևէ մեկը մեզ համար ընդունելի չէ որևէ մասով եւ որևէ կերպ չի անդրադառնալու մեր հայտարարած հետագա պայքարին։ Այսօր նաեւ կլսենք բնականաբար հավաքված մարդկանց կարծիքները, կլսենք ինչ առաջարկներ կան հետագա պայքարի հետ կապված, որովհետեւ պայքարը բոլորինս է, ինչպես ի սկզբանե դեռ հայտարարել էինք մենք, կլինեն քննարկումներ, որից հետո հետագա գործերի մասին, քայլերի մասին արդեն կհայտարարվի։ Հնարավոր, այսինքն Բաղրամյանի դեպքերը կրկնվեն։ Փոխեց ձեր հայտարարության փոխանակության մեջ։ Ոչ, որևէ բան չփոխեց, որովհետև նորից եմ ասում, այդ որոշումները, այդ հայտարարությունները, որոնք որ եղան, որևէ էական լուծում չտվեցին։ Այսինքն դեռ հստակ որոշված չէ հետագա քայլերը, հետագա անելիքները։ Իհարկե որոշված է, բայց ամեն ինչ պիտի քննարկված լինի նաև մասնակիցների հետ։ Ինչ քայլեր կան, ինչ տարբերակներ, նստածույց, չգիտեմ։ Ամեն ինչ հնարավոր է, այս պահին թույլ տվեք չբացել հնարավոր տարբերակները, մարտավարական նաև առումով ելնելով, հա, ինչպես եւ արել ենք նախորդի բոլոր դեպքերում, բայց ամեն ինչ հնարավոր է։ Մենք արդեն տեսել ենք, որ ժողովրդի որոշելով եղավ նստածույց, այսինքն ամեն ինչ հնարավոր է որոշվի նաև տեղում։ Բնականաբար կան ստրատեգիկ կարևոր որոշված քայլեր, որոնք չեն բարձրաձայնվել։ Այսինքն հնարավոր է այսօր այստեղ մնաք, հա? Ոչինչ չի բացառվում։ Ինչու է, ասեցի սեպտեմբերից սկսած մեկից, այսինքն ամեն օր են լինելու այդ դեպքում միջև ասելի գիտեինք։ Այո, այսօրվանից սկսվում է պայքարի, այսպես կարող ենք ասել, նոր փուլը, հա, հաջորդական փուլը։ Բայց ինչ հաջողականությամբ կլինի, դա կհրապարակվի։ Այս պահին հստակ չեն կարող ասել, որ ակցիաները կգրեն ամենօրյա բնույթ կամ շաբաթը մեկ անգամ, պահանջները մնում են նույնը։ Հիմնական ու գլխավոր պահանջն է չեղարկել այդ ապօրինի ժողովրդին կերեկող որոշումը։ Երկրորդը նաև վերանայել նախկին սակագինը, որովհետև անգամ նա էր ուռճացված, բազմիցս մասնագետները ապացուցեցին իրենց հաշվարկներով ու փաստաթղթերով, եւ երրորդը ամսի 23-ին եւ հետագայում նաև ամսի 6-ին խաղաղ ցուցարարների հանդեպ բռնի ուժ կիրառած ոստիկաններին, սկսած ամենավերին օղակից, ոչ թե միայն շարքային, հա, ավելի ցածրաստիճան, սկսած վերին օղակից, նաև մենք տեսել ենք տեսանյութերից մեկում հստակ, որ նույն Երանոսյան Լևան հրաման է տալիս, որ վերցրեք կամերան լրագրողի ձեռքից ու լրագրողը փախնում է ինչի եւ այլն։ Սկսած վերին օղակներից պատժել այդ ոստիկաններին, ովքեր ուժ կիրառեցին, հայհոյեցին, ծեծեցին Հայաստանի Հանրապետության։ Երևի տեղյակ եք, որ հոսանքի այդ թանկացած սակագինը սուբսիդավորվել է մինչև խորհրդատվության ավարտը, հա, բայց հայտարարվել էր, որ մինչև աուդիտի ավարտն են իրենք անելու։ Չեք կարծում, որ դրանով էլ ինչ-որ հակասություն կա, խաբեցին։ Գիտեք ինչ կա, կառավարությունը իրեն բնորոշ կերպով է առաջ գնում, երևի թե փողոցային ժարգոն է, բայց իրենց քայլերին բնորոշ է, կռուտիտ են անում։ Այսինքն այն հայտարարությունը, որը արեց Սարգսյան Սերժը, այնտեղ ասվում էր, որ թանկացման ամբողջ բեռը իր վրա կվերցնի կառավարությունը։ Հետո կառավարությունը սկսեց այդ կռուտիտի տարբերակով ասել, որ ոչ մեծ ձեռնարկատերինը չենք վերցնելու, այսօր նաև հստակ օրինակ է բերել մոլիբդենային գործարան, չգիտեմ, գաջի գործարան, բայց ինքը բերում է այնպիսի բաներ, որոնք երրորդական են։ Հետին պլան մղելով հացի արտադրություն, չգիտեմ, սուրճ, մնացած, այսինքն սպառողական առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացումը ինքը փորձում է փակել այդ մոլիբդեն բան, որ մարդիկ մտածեն լավ դե կարևոր բան չի մեկը։ Այսինքն այդ առումով ինչ-որ պահանջ դնելու եք, որ դուք ձեր խոստումը չկատարեցիք վերջի։ Առաջին կարևոր պահանջը չեղարկումն է, որով կլուծվի այս բոլոր խնդիրները։ Եթե չեղարկվի այդ ապօրինի որոշումը, կլուծվեն այս բոլոր խնդիրները, էլ չեն լինի սուբսիդավորման կարիք, էլ չի լինի ինչ-որ անհրաժեշտություն մտածել ում ոնց սուբսիդավորելու ինչ մասով։ Խնդիրը կլուծվի ու հացը կփակվի այդքան։
Դրա համար առաջին կետ պահանջի դրված է չեղարկել այդ որոշումը։ Իսկ հնարավոր է այդ նույն պահանջով հրապարակում նստածությանով նախաձեռնությանը միանալ կամ իրենք ձեզ միանան, որտեղ իրենք էլ են նույն բանը պահանջում մի ժամանակ, հիմա փոխեցին պահանջները։ Դե հիմա իրենց պահանջը փոխված է, մենք այս պահին գնում ենք ի սկզբանե մեր եղած պահանջներով։ Բայց որևէ կերպ առաջին օրվանից էլ երբ որ եղել է ոտքի Հայաստան նախաձեռնությունը սկսել է գործողությունները, մենք չենք բացառել, որ շատ հնարավոր է մի օր գան մեր պայքարի ուղիները ու խաչվեն իրար, որովհետև իրենք էլ են պայքարող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, մենք էլ։ Որևէ մեկս այստեղ անձնական որևէ շահ, խնդիր ու ինչ որ բան չենք հետապնդում։ Թույլ տվեք նման բան չփաստել։ Բանակցություններ բարբերաբար լինում են, իսկ արդյունք տվել են կտան կոչել։ Բաղրամյանի կրկնություն հնարավոր է։ Իհարկե հնարավոր է։ Վերջի վերջը Բաղրամյանը ինչից առաջացավ։ Երբ որ ժողովուրդը տեսավ ու հասկացավ, որ իրեն թալանում են, իրեն ապօրինի կերպով թալանում են, մտել են գրպանը անիմաստեղը գումարներ են տանում, դուրս եկավ փողոց։ Հիմա նույն process-ը շարունակվում է առանց որևէ փոփոխության։ Այսինքն այսօրվա հայտարարությունից հետո էլ հստակ դարձավ, որ շատ կարճ ժամանակ հետո նաև ժողովրդի համար չի սուբսիդավորվելու այդ գումարը։ Ուստի կարծում եմ ժողովուրդը նորից կհասկանա, որ սա նախկինում եղած խնդրի շարունակությունն է ու պետք է դուրս գալ փողոց, անկախ նրանից դա կլինի Բաղրամյան փողոցը, դա կլինի Մաշտոցի փողոցան, թե որևէ այլ փողոց, պետք է դուրս գալ փողոց։ Իսկ չեք կարծում, որ այն ժամանակ պետք է Բաղրամյանում շարունակեիք ձեր պայքարը եւ այսպես ասած համաձայնեիք այդ որոշմանը։ Որոշմանը որևէ մեկը չի համաձայնել։ Պարզապես չլինելով մասնագետ, մենք փորձել ենք հասկանալ դա ինչ է։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ մենք հասարակ քաղաքացիներ ենք, մասնագետներ չենք եւ մենք կարիք ունենք հասկանալու, թե ինչ է իրենից ներկայացնում օրինակ աուդիտը։ Մնացած մասով կխնդրեի անպայման կուզեի անպայման կոչ անել ձեռնարկատերերին, հա, որ որևէ մեկը, որևէ սպառնալիքի ներքո հանկարծ չստորագրի այդ պայմանագիրը, որով ինքը իբր թե կհամաձայնի թանկ հոսանք վճարել, կոչ եմ անում բոլորին դուրս գալ փողոց, միանալ պայքարին, վերջ-վերջը սա բոլորիս խնդիրն է։ Նաև ասում են, որ այսօր երիտասարդներին սպառնացել են համալսարաններում, որպեսզի ձեր ակցիային չմասնակցեն։ Նման տեղեկություններ դուք ունեք, թե չէ։ Եթե անձամբ ես նման տեղեկություն չունեմ, նման ահազանգ չի եղել, բայց որևէ կերպ չեմ զարմանում։ Դա իրենց բնորոշ քայլ է, այսինքն սպասելի քայլ է։ Դրա համար հնարավոր է նաև որ եղել է չեմ կարող բացառել։